Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, ապրիլի 1 Իմ բերանի համբույրներով թող համբյուրի ինձ, Երգերգոց 1:1 Մի քանի օր շարունակ մենք խորհում էինք Փրկչի տառապանքների մասին և այդպես կշարունակվի ևս մի որոշ ժամանակ։ Եկեք նոր ամիս մտնենք ցանկանալով Տիրոջից ստանալ հենց այն, ինչ փափագում է ընտրյալ հարսնացուն։ Նայեք, թե ինչպես են անետվում նրան ընդառաջ, առանց ավելորդ բառերի, նույնիսկ առանց անունն արտասանելու։ Նա լիովին կլանված է նրա մասին մտքերով որպես միակի ու անկրկնելի։ Ինչ անվեհեր է նրա սերը։ Լացող մեղավոր կնոջ դեպքում Հիսուսի առատաձեռն հանդուրժողականությունը նրան թույլ տվեց օծել նրան յուղով, մարմնի դեպքում առատ սերը նրան թույլ տվեց նստել նրա ոտքերի մոտ և լսել խոսքը, բայց մեր դեպքում ուժգին և կրակոտ սերը ենթադրում է ավելի շատ հիացմունք ու ավելի սերտ շփում։ Եզթերը դողում էր Ասուերոսի ներկայությամբ, բայց Քրիստոսի հարսը, որ ուրախանում է կատարյալ սիրո շողերով, վախ չի ճանաչում։ Եթե մենք ընդունել ենք այդ նույն ազատության հոգին, ապա իրավասու ենք խնդրելու նույնը, ինչ նա։ Շուրթերի համբույրը վեհագույն զգացմունքների դրսևորումներից մեկն է, որոնք հաստատում են Քրիստոսի սիրո արտահայտումը հավատացյալի հանդեպ։ Մեր դարձի գալու պահին մենք վայելել ենք մեղ, քաղցր հաշտության համբույրը։ Ընդունման համբույրը դեռ չի սառել ճակատին այն պահից հետո, երբ նա իր անսահման ողորմածությամբ ընդունեց մեզ և մեր գործերը։ Ամենօրյա շփման համբույրն այն է, ինչ մենք փափագում ենք ամեն օր, քանի դեռ դրան փոխարինելու չի եկել համբարձման համբույրը, երբ հոգին կլքի այս երկիրը, և վերջապես հանդիպման համբույրը որպես կատարյալ երջանկության մարմնավորում։ Հավատը մեր ծառայությունն է, իսկ շփումը մեր խաղաղությունը։ Հավատը մեր երկնային ճանապարհն է, իսկ Աստծո հետ շփումը ծարավը հագեցնող աղբյուրն է։ Սիրեցյալ, մի թող մեզ։ Թող քո օրհնության շուրթերը հանդիպեն մեր աղոթքների շուրթերին, իսկ քո լիության շուրթերը մեր ամենօրյա կարիքի շուրթերին, և նրանցից թող քաղցրանոց համբույր հորդի։